Բարև ձեզ, ես Աննան եմ, եթերում թվանքի հերթական հաղորդումն է։ Այսօր ես կխոսեմ Hammerly Force B1 հրացանի մասին, որը կրակում է 22 LR տրամաչափի փամփուշտ։ 22 LR տրամաչափը հայտնի է սպորտային հրաձգությունում։ Հիմնականում այն օգտագործում է սպորտային հրաձգությունում, որովհետև ունի թույլ հետհարված եւ մեղմ ձայն համեմատած ուրիշ տրամաչափի զինատեսակների։ Hammerly-ն շվեյցարական բրենդ է, որը տվյալ պահին պատկանում է Umarex գերմանական ընկերությանը։ Տվյալ զինատեսակը արտադրվել է 2024 թվականին։ Եթե խոսենք զենքի չափերի մասին, քաշը տատանվում է մոտավորապես 2.3-ից 2.6 կիլոգրամ։ Այն դարձնում է ավելի հարմար եւ թեթև սպորտային հրաձգության ժամանակ, իսկ փողի երկարությունը 16.1 դյույմ է։ Հրացանի վրա տեղադրված է Discovery 624 օպտիկան, ունի, ինչպես տեսնում ենք, պիկածինի հարթակ, որի վրա էլ տեղադրել ենք օպտիկական նշանոցը։ Ճշգրտության առումով այն ապահովում է բավականին լավ արդյունքներ, սակայն հենց կոնկրետ պրոֆեսիոնալ դիպուկահարության համար բավարար չէ։ Եթե որպես առաջին զենք մտածում եք ինչ գնել, ապա այս զինատեսակը բավականին հարմար է, կարող եք ոնց որ դիտարկել։ Այս հրացանի խզակոթը փոփոխվող է, այսինքն չափերը փոփոխվող են, այստեղ ոնց որ մենք հնարավորություն ունենք երկու դիրքով իրեն կարգավորելու։ Փողի վրա հնարավորություն ունենք տեղադրելու բաց կամ փակ տեսակի փողաբերանի արգելակ։ Նաև կարող ենք այստեղ որպես առավելություն նշել խզակոթի վրայի այս ռեզինը, որը ոնց որ հնարավորություն ունի կարգավորվելու։ Այստեղ եթե ոնց որ այս դիրքով ենք դնում, կարող ենք հենել թշիկը եւ ավելի հարմար կատարել հրաձգություն։ Նաև հրացանի առավելություններից մեկը այն է, որ այն մուլտի կալիբր է, այսինքն 22 LR տրամաչափից բացի կարող ենք փողը փոխել եւ այն կրակի 22 VMR կամ 17 HMR տրամաչափի փամփուշտներ։ Տվյալ հրացանը ունի բիատլոնային փակաղակ, այսինքն լիցքավորելու համար հարկավոր է ուղղակի հետ քաշել եւ կրակարցակել։ Ապահովիչների երկու տարբերակ կա, մեկը գտնվում է հենց ձգանային մեխանիզմի մոտ եւ նաեւ հենց ձգանի վրա ունենք տրիգեր, որը չսեղմելու պարագայում բնականաբար չի կատարվի կրակոց։ Տվյալ հրացանի փամփշտատուփը թմբուկային է։ Այս փամփշտատուփի առավելություններից այն է, որ իր փոքր չափերի համեմատ իր մեջ տեղավորվում է 10 փամփուշտ։ Զենքի մասին այսքանը։ Հիմա կիջնենք մեր 22 LR հրացանների համար նախատեսված տեղամաս եւ զենքը կփորձարկենք հրաձգության մեջ։ Գտնվում ենք ճշտադրման տեղամասում, կփորձենք զենքը, տեսնենք ինչ խումբ է հավաքում, դրանից հետո նոր արդեն կիջնենք 22 LR տրամաչափի տեղամաս ու արդեն հեռավորությունների վրա կաշխատենք։ Դա ինչ կարանք սկսենք։ Այստեղ ավելի պատկերավոր կարող եք տեսնել, թե ոնց է փամփուշտները տեղավորվում, ինչպես նշեցի, թմբուկային էր մեխանիզմը։ 5 հատով կփորձենք խումբ հավաքել։ Ավարտեցինք հրաձգությունը, հիմա զենքը ապահովիչի վրա կդնենք ու մոտենանք, տեսնենք ինչ արդյունք ենք ապահովել։ Գնացինք։ Իրականում 22 LR-ով կարելի է հիասքանչ արդյունքներ ապահովել։
եթե շատ պարապենք, որովհետև ինքը շատ զգայուն զենք է ու ձեռքի ամեն շարժումը, շնչառությունը, քամու արագությունը, ամեն ինչը ոնց որ շատ ուժեղ ազդում է այդ ամեն ինչի վրա, մեր կրակոցի վրա, խմբի վրա։ Հիմա մեր արդյունքը կտեսնենք։ Թե առաջին անգամվան համար նայենք, ինքը վատ չի։ Երկու փամփուշտը, ինչպես կտեսնենք, այստեղ մի անցքով է անցել, մեկը մեջտեղ, ընդհանուր ոնց որ ինձ դժգոհ չեմ, բայց բնականաբար աշխատելու տեղ ունեմ։ Այդպես։ Հիմա արդեն կգնանք հեռավորությունների վրա կփորձենք ավելի պատկերավոր տեսնելու համար։ Դե ինչ ճշտադրման տեղամասում ստուգեցինք զենքի հավաքած խումբը։ Հիմա գտնվում ենք արդեն 22 LR զենքերի համար նախատեսված տեղամասում։ Կփորձենք սկզբից 50 մետրի վրա աշխատել, դրանից հետո արդեն հեռավորությունները կշատացնենք։ Տեղադրենք փամփշտատուփը, զենքը լիցքավորենք։ Մի հատ մնացել էր մեջը, օքեյ։ Հիմա կփորձենք կրակել 100 մետրի թիրախներին, սա ընկեր Անդրանը ցույց կտա, որ թիրախների ենք կրակելու։ Լիցքավորենք էլի զենքը։ Մեկնել։ Սկզբից կկրակեմ կապույտ թիրախներին, հետո կանցնենք ձախ կողմի կարմիր թիրախներին։ Տեսակ, որ մասին կպա։ Կոնկրետ։ Okay. Ավարտեցինք հրաձգությունը։ Ընկերներ, այսօրվա թվանքը կավարտենք այսքանով։ Կարող եք բաժանորդագրվել մեր Patreon-ին, որպեսզի նման հաղորդումներ լինեն շարունակական, եւ կարող եք գալ Ազատազենի քաղաքացիական հրաձգան, որպեսզի միասին մարզվենք, սինվենք եւ դառնանք ազատազեն։ Հաջողություն։